Անցյալ տարի եթե մի խոսքով պետք է բնութագրեմ հայրենադարձությունը, ապա բնականon այն բառը, որ դուք ընտրեցիք, ճիշտ համապատասխանում է, որովհետև առանց ինչ-որ մեծ աճի կամ ինչ-որ անկման թվեր են եղել եւ ամենամեծ իհարկե մեծ աճը թվի եղավ 22-23 թվականներին կապված Ռուսաստան-Ուկրաինա առճակատմամբ ինտեգրման կենտրոնը շարունակում է զարգացնել իր ծրագրերը եւ ավելի այսպես թիրախային դարձնել եւ սպասարկել այն մարդկանց, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Հիմա ուրիշ հարց է, որ մեզ որպես պետություն անհրաժեշտ է, որպեսզի այս հայրենադարձությունը լինի շատ ավելի մասշտաբային եւ շատ ավելի լայնածավալ, որովհետեւ ոչ միայն ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում, ես սա ասում եմ իհարկե քաջ գիտակցելով, որ միևնույն է Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանում չի գալու ապրի, լավագույն նույնիսկ պայմաններով, բայց ինչ որ մասսա կա կրիտիկական, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի գան ապրեն, որովհետև մենք նաև ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր, այսպես եւ մշուշոտ ապագա, եթե չկարողանանք կտրուկ աճեցնել երկրի բնակչությունը։ Բայց սա այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կապված է մի քանի գործոնների հետ, որոնցից մեկը նաև ֆինանսական միջոցների հատկացումն է։ Եվ չեմ կասկածում, որ մի պահ գալու ենք նաև դրան, որ մեր այդ անվտանգային ամենա այսպես թեժ հարցերը, երբ որ ինչ-որ մինիմալ լուծում կստանան, այսինքն դա լինի անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն, ուշադրություն նաև կարող ենք սևեռել հայրենադարձության միջոցով ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, որովհետեւ այսպես եթե նայում ենք մեր ծնելիությանը եւ այլն պատկերը պետք է բոլորիս հանանք ստացնի։